Օրագիր Նյուզը շարունակում է ուսումնասիրել եւ իր ընթերցողների դատին ներկայացնել ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորների ունեցվածքի այն մասը, որը տեղ է գտել նրանց հայտարարագրերում։ Այսօր ուսումնասիրել ենք ԿՊԱ-ական падգամավոր Բաբկեն Թունյանի եւ նրա կնոջ Քնարիկ Իսոյանի 2023 թվականի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք Թունյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ մեկ բնակարան Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը նա ձեռք է բերել 1994 թվականի հոկտեմբերի 11-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։ Որպես շարժական գույք Թունյանը հայտարարագրել է 2004 թվականի արտադրության Mercedes-Benz Magnishի ավտոմեքենա, որը նա գնել է Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու օրը 2018 թվականի մայիսի 8-ին։ Տարեվերջին այս մեքենան նույնպես պահպանվել է։ Թունյանը հայտարարագրել է նաև 10,000 դրամ արժեքով մի բաժնեմաս, որը ձեռք է բերել 2015 թվականի մարտի 13-ին, թե որ ընկերությունում է այս բաժնեմասը, ԿՊԱ-ական падգամավորը չի նշել։ Տարեվերջին այս բաժնեմասը եւս պահպանվել է։ Պատգամավորը տարեվերջին Հայաստանի առևտրային բանկերից մեկում ունեցել է 200,000 դրամ անվանական արժեքով ավանդ։ Բաբկեն Թունյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 779,000 դրամ, որը տարեվերջին կազմել է 569,700 դրամ։ Նա ունեցել է նաեւ 1,200,000 դրամ եւ $1,200 կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 900,000 դրամ եւ $1,100։ ԿՊԱ-ական падգամավորի տարեկան եկամուտները կազմել են 10,428,535 դրամ, որը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 45,544,572 դրամ։ Թունյանն իր եկամուտներից 5,200,000 դրամը հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 12 միլիոն դրամը անշարժ գույքի վերանորոգման ծախսերին։ Падգամավորի կինը Քնարիկ Իսոյանը շարժական եւ անշարժ գույք չի հայտարարագրել։ Վերջինս ունեցել է նաեւ 700,000 դրամ, 2,316,11 դոլար եւ 2,107 եվրո անվանական արժեքներով ավանդներ, որոնք տարեվերջին կազմել են համապատասխանաբար 2,009,803,8 դրամ, 2,484,88 դոլար եւ 2,128,12 եվրո։ Քնարիկ Իսոյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 350,000 դրամ, տարեվերջին 1,300,000 դրամ։ Նա ունեցել է նաև 1,700,000 դրամ, 3,500 դոլար եւ 400 եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 1,700,000 դրամ, 3,500 դոլար եւ 800 եվրո։ Հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 13,703,661, որից 6,703,661 դրամը կադաստրի կոմիտեից ստացած աշխատավարձն է, 7 միլիոն դրամը Հայ բիզնես բանկից վարկի տեսքով ստացված փոխառությունը։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6,308,356,5 դրամ։